Շուշին բնավորություն ունեցող քաղաք է, ձգող էներգետիկա եւ իհարկե հարուստ պատմական անցյալ։ Իսկ սրանք լավագույն նախապայմաններ են ստեղծագործող մարդու համար։ Բերդաքաղաքի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը մի ինքնատիպ նախաձեռնություն է սկսել ինքնատիպ խորագրով Շուշի 48 ժամ։ 15 պրոֆեսիոնալ անկախ լուսանկարիչներ 2 օրում Շուշին հավերժացնելու են ֆոտոխցիկներով։ Նախագծի մեկնարկից առաջ լուսանկարիչները նախ քաղաքապետի ու կազմակերպչի խորհրդատվություններն են լսել։ Շուշին եւ մշակութային եւ հոգեվոր եւ նաեւ մեր հիշողության վերադարձի կենտրոնն է։ Ես մի առիթով ասել եմ նորից եմ կրկնում Շուշին մեր Երուսաղեմն է։ Լուսանկարիչների մեծ մասն առաջին անգամ է հերոսական քաղաքում, սակայն մասնակցում են նաև հայտնի լուսանկարիչ վավերագրողներ։ Յուրաքանչյուր նիշ Շուշին է գտնելու, յուրաքանչյուրի զգացումների, պատկերացումների ակնթարթները յուրովի են ֆիքսվելու։ Ճարտարապետություն թե մարդկային պատմություն, անհատական ընտրության հարց է։ Լուսանկարիչներն ունեն նաև կամավոր օգնականներ Շուշիի Նարեկացի միությունից։ Ինձ այդքան պատերը, շենքերը չեն հետաքրքրում։ Մարդկանց նկարեք, մարդկանց պատմությունները իմացեք։ Ուրիշ բաներ եմ ուզում տեսնեմ, բացի պատերազմի հետքերից ու այդ պատերազմի շնչից, էլի։ Ինձ համար շատ կարևոր է հին Շուշին եւ նոր Շուշին, ոնց է կառուցվում։ Ում հետ զրուցում ես, բոլորը ունեն պատմություններ, որոնք իսկապես հուզում են, որոնց մասին իսկապես արժի պատմել։ Արցախի մշակութային մայրաքաղաքի նկարահանումների արդյունքում հրատարակվելու է եռալեզու պատկերագիր, որը Շուշիի իրականության մասին շատ բան է ասելու։ Իսկ կազմակերպիչները դա խոստանում են անել աշնանը, Արցախի անկախության տոնին ընդառաջ։ Մերի Դավթյան, Էրիկ Հակոբյան, Հովիկ Արաքելյան, օրակարգ։